Ջրի արտահոսք հետքերով նորակառույց բնակարանը մի տարի մոտ բնակվող այսպես արտահայտվել է։ Այստեղ ջերմության համակարգ ունենք պարագեներացիայից էլ այսպես տվելու բարձրացրել, որ սենց ընդհանուր կղզիացրած դեպի խոհանոց ամբողջովին թացեր։ Ճշումներ տալուց սառը ջրից շատ դանդաղ արտահոսք ունենք, այսինքն սառը ջրից է անկում ապրում։ Ունենք նաև երկրորդ խնդիրը նույն բնակարանում։ Նույն բնակարանում բավականին հեռու տարածքից այս հատվածում ունենք արտահոսում։ Սրա պատճառը արդեն հայտնաբերված է, այսինքն պարագեներացիայի պատճառով, քանի որ ջերմության համակարգի խողովակաշարը հենց տակն է գտնվում, արտահոսում է վաննայից։ Այսինքն վաննայից ներքևից այս հատվածից դոգանք ընդունելուց այս պրոչներից ջուր է լցվում ներքևը, այստեղից տարածական տալիս այստեղ, արդեն ջերմության համակարգի խողովակները պարագեներացիայով բարձրացնում է վերև։ Բայց պահին տեղը դանկինում։ Այսինքն չռում այնտեղ, դրա համար էլ դուս տարածում, այսինքն լողանալուց։ Ինչ վերաբերվում այս արտահոսքերին, պատվիրատուն ամեն դեպքում որոշեց սառը ջուրը ամբողջովին փոխի, այսինքն այս հատվածից հարակի տակով կամ միգուցե քշերեն կամ լսումների, ուղղակի այս պահին լսումներ հնարավոր չի անել, շենքը նորակառույց է, աղմուկը շատ է մեջը, կորուստն է բարեկա։ Ակուստիկ լսումներ այստեղ հնարավոր չի անել։